as soon as she's done reading. You speak Armenian here as I well? will return it to you, make sure. Good afternoon to you all. Good Good morning, just 2 minutes. Warm welcome. We are Prime Minister Pashinyan. Ջերմորեն ողջունում եմ հարգելի վարչապետ, հարգելի պարոն Փաշինյան, շատ հաճելի է ձեզ կրկին ողջունել մեր ժողովրդավարության տանը, շնորհակալ ենք, որ այսօր միացել եք մեզ եւ անհամբեր սպասում եմ լիագումար նիստում ձեր ելույթին, որը քիչ անց մի քանի րոպեից կլինի։ Նախ եւ առաջ ասեմ հետեւյալը, երբ Եվրոպան նայում է Հայաստանին, մենք տեսնում ենք ընկեր, բարեկամ, եւ հույս ունեմ, երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, դուք էլ տեսնում եք գործընկերոջ եւ դաշնակցի։ Ձեր առաջնորդությամբ, հարգելի պարոն վարչապետ, շատ մեծ նվաճումներ են եղել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ օկտեմբերի Կոպենհագենյան մեր նախորդ ժողովից ի վեր։ Դեկտեմբերին Եվրոպական միությունը եւ Հայաստանը համաձայնեցրեցին ռազմավարական նորօրակարգ Եվրամիություն-Հայաստան գործընկերության շրջանակում։ Այս քայլը մեր հարաբերություններում կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական դիմակայունությունը, կամրապնդի իրավունքի գերիշխանությունը եւ խորացնի անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Մենք նաեւ ողջունում ենք այն հանգամանքը, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ներկայացվել։ Այս ամենը նպաստում է մեր տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին եւ ես շատ վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջացած դեր ունենալ ձեր երկիրը մեր միությանն ավելի մոտ բերելու հարցում։ Այս ոգով անհամբեր սպասում ենք մեր քննարկումները շարունակելուն, ինչը կլինի հաջորդ շաբաթ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստի շրջանակում, որին մենք լիահույս սպասում ենք եւ նույնչափ անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի ժողովին մասնակցելուն, որի ակտիվ ես Երևանում կլինեմ։ Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, ինչպես քիչ առաջ արեցի երկկողմ հանդիպման ընթացքում։ Շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիներին տարհանմանը։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, խոսքը ձեզ է փոխանցվում։ Պատիվ է ինձ համար, որ ընկալվել այստեղ ձեր կողմից, ինչպես դուք նշեցիք, ժողովրդավարության տանը մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարություն տուն վերադառնալու անհրաժեշտություն եւ կարիք ենք զգում համոզվելու եւ համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ եւ ճիշտ ուղղությամբ եւ իհարկե մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք Եվրոպական միության եւ Եվրոպական խորհրդարանի աջակցությունը եւ այսօրվա իմ ելույթում ես նաեւ հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացան նախորդ 2.5 տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել, ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց եւ ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում եւ դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։ Դուք արդեն նշեցիք, Հայաստանն ու Եվրոպական միությունը ընդունեցին ռազմավարական նորօրակարգը, որը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի, ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով, այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով, Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, ում դերը դժվար է գերագնահատել եւ ընդհանուր առմամբ բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է եւ տեղի է ունեցել
եւ գործադիր իշխանության եւ օրենսդիր իշխանության եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակում եւ ուրախ եմ արձանագրել նաեւ որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք եւ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հրավերի եւ հնարավորության համար եւ անհամբեր սպասում եմ ձեզ Երևանում մայիսի սկզբին եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար